Եվ այսպես 100 օրում ինչ արեց Կարեն Կարապետյանը մի պաշտոնում, որը Հայաստանում համարում են գլադիատորական։ Անցնող շաբաթ վարչապետը 2 ժամ անցկացրեց լրագրողական լսարանում։ Խոսեց առանց պաշտոնական լեզվի կարծրության ու PR արտահայտությունների փափկության։ Ծանր, բայց կառավարելի տնտեսության ախտորոշում, բուժման առաջին արդյունքներ ու նոր դեղատոմսեր։ 100 օրվա տնտեսական ռեստարտի մասին 1001 թիվ, փաստ ու նախաձեռնություն, որոնք երկրի կյանքը փոխելու նոր ազդակներ են տալիս։ Այս ամենը շատ կարևոր է, բայց ամենահետաքրքիրը երկրի 14-րդ վարչապետի քաղաքական նպատակներն են։ Ինչպես է Կարեն Կարապետյանը մասնակցելու խորհրդարանական ընտրարշավին եւ որտեղ է իրեն տեսնում ընտրություններից հետո։ Պաշտոնավարման 100 օր և 100 էջ հաշվետվություն, թե ինչ է արվել այդ ընթացքում, նաև անելիքների ու դրանց հասնելու ծրագրերի մասին։ Մենք չափազանց իմ պատկերացմամբ լուրջ ենք պատրաստվել։ Վարչապետի թիմը գործել է բժշկի սկզբունքով, նախ ախտորոշել հիվանդությունը, ինչ խնդիր կա յուրաքանչյուր ոլորտում։ Օրինակ պետական կառավարման համակարգը բյուրոկրատական է, ուռճացած, խոչընդոտում է, որ որոշումները արագ կայացվեն։ Այսպիսի ախտորոշումից հետո բնականաբար վիրահատական միջամտություն է պահանջվում։ Բազմաթիվ պոակների ու ՓԲԸ-ների կրճատումները այս տրամաբանությամբ էին և դեռ շարունակվելու են։ Իսկ առաջին արդյունքներից մեկը տնտեսվեց 5 միլիարդ 400 միլիոն դրամ, սա մոտ 11 միլիոն դոլար է, գրեթե նույնքան, որքան ամեն տարի կարողանում է բերել համահայկական դրամահավաքը։ Լավ գիտեք, որ մենք ունենք պետական համակարգի կառավարման ոլորտներում բազմաթիվ տեղեր, որտեղ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր կան եւ կոռուպցիոն sense գրավիչ բաներ, աշխատավարձները շատ ցածր են, նույնիսկ ցածր են միջին հանրապետականից, նույնիսկ ցածր են միջին պետական ծառայողներից։ Այդ իսկ պատճառով այդ խնդիրը մեր համար մակրո խնդիրն է, որը դրված է մեր առջև, մենք պետք է լուծում տանք։ Վարչապետը խնդիր է դրել նաև առողջապահության ստվերային մասը տեղափոխել Սպիտակ դաշտ։ Հավաստիացնում է, այստեղ բավական շատ բան են փոխելու, սկսել են պետպատվերի համակարգից։ Կոռուպցիայի դեմ պայքարը մեր թիմը հասկանում է ոչ թե այնպես, որ խիստ լինենք, այսպես մունատ դեմքերով բռնենք եւ այլն, որը պետք է անել, բայց մենք այդ կոռուպցիոն ռիսկերի դաշտը պետք է վերացնենք, նպաստող հնարավոր նախապայմանները պետք է վերացնենք։ Կոռուպցիան ու հերթերը փորձել են վերացնել նաև պետության մատուցած ծառայությունների ոլորտում։ Ամուսնության վկայականից մինչև մեքենայի փաստաթղթեր հիմա կարելի է ստանալ նաև Հայփոստից, Արտշին Ամերիա, Կոնվերս բանկերից։ Առ այսօր դեր օրինակ արտաքին գործերի նախարարության առջև ժամը 9-ին հերթեր են կանգնած, որպեսզի ստանան այդ տեղեկանքը եւ որ այդ տեղեկանքը իրեն կարող են արդեն 7 հատ այլ հարթակում ստանալ։ Նվազեցին գազի եւ էլեկտրոէներգիայի գները, շատերի գնահատմամբ աննշան։ Կարելի է եւ այդպես մեկնաբանել, նշեց վարչապետը, բայց անապահով խավի համար գազի գինն իջել է 47, էլեկտրաէներգիայինը 15-20%-ով, 45.5%-ով էլ գազի գինն իջել է վերամշակող արտադրության համար։ Կգնար Գազպրոմը այդ քայլին, եթե Կարեն Կարապետյանը չլիներ վարչապետ։ Անձնական վստահությունը գործոն է ամբողջ աշխարհում, նկատեց վարչապետը։ Նաև պնդեց, որ գնի նվազեցումը նախընտրական շոու չէ, արվել է տնտեսությունը աշխուժացնելու տրամաբանությամբ։ Ապրիլի 2-ին ընտրություն չլներ։ Ես որպես կառավարության վարչապետ այս քայլին գնալու է թե չէ, իհարկե գնալու է, որտեվ ես այս քայլով ուզում եմ տնտեսությունը ակտիվանալ։ 4 ամիս առաջ նշանակվելով վարչապետ, տնտեսության վիճակը ծանր գնահատեց։ Այսօր էլ ասում է ծանր է, բայց կառավարելի։ Կարծում եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Ավելին ասեմ, համոզված եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Վարչապետը տնտեսության պատասխանատուն է, բայց նրա քաղաքական դերակատարության հանդեպ հետաքրքրությունը նույնքան մեծ էր։ Համարում է իրեն քաղաքական գործիչ, ինչպես է պատկերացնում իր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս, համապատասխանում է իմ ապրելու օրերի քանակին սահմանափակումը, որպեսզի լինեմ հանրապետական կուսակցության ցուցակում, թե չէ, այդ հարցին պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու։ Մտադրություն ունի մնալ վարչապետի պաշտոնում 2018-ից հետո։ Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի։ Տրամադրված եմ լինեմ, եթե էֆեկտիվ աշխատենք, այո, բոլոր հնարավոր մեկնաբանությունները այս հարցի պատասխանը, եթե հաշվի առնես, պետքա չպատասխանես այս հարցը, որտեղ ոնց ուզում եք տեքստից կարող եք մի մասը հանել եւ մեկնաբանել։ Շուշո, լավ եմ պատասխանես հարցը։
ինչ դիրքորոշում ունի Արցախի խնդրի կարգավորման եւ փոխզիջումների հարցում։ Անկախ քննարկվող տարբերակներից որևէ մեկը երկրում չի կայացնի այնպիսի որոշում, որի հետ համաձայն չլինեն Հայաստանի քաղաքացիները, համոզված է վարչապետը։ Վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, երբ որ մեր ինքնասիրությունը, մեր անվտանգությունը, մեր հաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում։ Հանդիպումը ձգվեց 2 ժամ, բայց էլի չսպառեց բոլոր հնարավոր հարցերը։ Չկա որևէ փակ թեմա, որ չցանկանամ ձեզ հետ քննարկել։ Կուտակված հարցերը պարբերաբար պարզաբանելու խոստումով ավարտեց վարչապետը։ Լավ տրամադրություն, ստեսյուն։ Տաթևիկ Նալբանդյան, Էդգար Դավթյան, 360 աստիճան։